Նորից եմ կրկնում, ես երեխա չեմ, ու դու իրավունք չունես ինձ ինչ-որ բան արգելելու։ Դու իրավունքներից մի խոսի, դու քո պարտավորություններից խոսի։ Ցավում ա թող։ Ինչ ես անում, Վրամ։ Չես ամեն ինչը նորմալ չի։ Ես ինչա ձեր ձայները։ Գիտեք ուրա հասնում։ Ինչ ա եղել։ Դու վստահության արժանի մարդ չես Նարե, ու քանի դեռ ես սրա հակառակում չեմ համոզվել, դու տնից դուրս չես գալու։ Ես հասուն մարդ եմ, ու այս ամեն ինչը նորմալ չի։ Սրանից հետո քո նորմալը էս ա Նարե։ Դու ուղղակի փորձի իմ ասածների վրայով անցնես, ու կտենաս ինչա լինելու, ու շատ շուտ կտենաս, որովհետև վատ լուրերը շատ շուտ են տարածվում Նարե։ Սակո մի բան արա։ Ես ինչ անեմ, Անիկ։ Ինչ անեմ, ախպերն ա։ Եթե տենց ա որոշել, ուրեմն մի բան գիտի։ Պապա ինչ ես խոսում։ Նորմալ է հասուն մարդու առաջ արգելքներ դնելը։ Եթե այդ հասուն մարդը իր հասունությանը համապատասխան քայլեր չի անում, ուրեմն նորմալ է։ Եթե այդ հասուն մարդը անենց սխալ է անում, որ կողքից ակնհայտ երևում է, ուրեմն պիտի ուղղություն ցույց տաս։ Ես չեմ միջամտելու, ոչ էլ արգելելու եմ Վրամին։ Ես վստահ եմ, Վրամը չէր ուզի քեզ հետ սենց վարվել, բայց ուրեմն Նարե հասցրել ես։ Չէ, ես չգիտեմ ինչ ասեմ, այս ամեն ինչ ուղղակի խելագարություն է, մենք որ դարում ենք ապրում։ Ձեզ ինչի է թվում, որ դուք կարաք ինձ ինչ-որ բան արգելեք։ Դու կարող ես ապրել ոնց ուզում ես։ Դու կարող ես որոշումներ կայացնել ինչպես ուզում ես։ Ճիշտ ես ասում, հասուն մարդ ես, բայց մինչև որոշում կայացնելդ պիտի հասկանաս, որ այս ընտանիքում, այս տանը կամ ապրում են ընենց, որ ոչ մեկի Նարե, ոչ մեկի անվան հետ չեն խաղում, կամ ընդհանրապես որոշում են, որ այլևս այս ընտանիքի անդամ չեն։ Վստահ եմ բոլորդ տեսել եք այդ ամենը։ Ինձ թվում էր փոխվել եք, գիտեք։ Ինձ թվում էր գոնե մի քիչ զղջացել եք։ Դու ձենդ կտրի։ Բայց ոնց տեսնում եմ, իմ հետ էլ նույն ձև կվարվեք, ոնց որ ու ինձ էլ կմոռանաք։ Ոչ մի բառ չխոսես։ Ինչ եմ նշանակում ոչ մի բառ չխոսես, Սոնա։ Վրամ չեմ ուզում քո հետ բառ անգամ փոխանակել։ Էս իմ ճանաչած Վրամը չի, ես քեզ չեմ ճանաչում, էս իմ սիրած Վրամը չի։ Վրամ Նարեն ինչ է արել։ Կամ ինչի ես այնպես անում, որ բոլորը մտածեն այս պատմության մեղավորը ես եմ։ Հա, ես քո հետ խոսել եմ մերոնց մասին, խոսել եմ Հայկի մասին։ Բայց ոչ թե նրա համար, որ Հայկին ու Նարեին արդարացնեմ, այլ նրա համար, որովհետև վերջերս անընդհատ ակնարկներ ես անում, որ Հայկի դեմ ինչ-որ բան ես ուզում անել։ Ստացվում է, որ ես Նարեի դեմ եմ դուրս եկել, որովհետև աղբորս եմ պաշտպանում։ Դու հասկանում ես, որ ամեն ինչ իրար ես խառնում, Սոնա։ Ես ոչ մի բան իրար չեմ խառնում։ Ես հատ առ հատ լսել եմ, թե դու ինչ ես ասել։ Երբ որ ժամանակին ասում էին դու հրեշ ես, ես չէի հավատում։ Ատամներով պաշտպանում էի քեզ, բայց հիմա ինչ։
Խոսա Սոնա, հիմա ինչ։ Ես իմ վրամին եմ ուզում։ Իմ վրամին ում կողքին ես ապահովեի ու ում որ սիրում էի։ Ինչի հիմա չես սիրում, հա։ Այդ որ ուզում եմ քրոջս պաշտպանեմ, էլ չես սիրում, Սոնա։ Ումից ես քրոջդ պաշտպանում։ Ձեզնից է պետք քրոջդ պաշտպանել, ամենամեծ վտանգը քրոջդ համար դուք եք, չնայած իմ համար էլ։ Մյուս անգամ այդ տոնով ու այդ բառերով իմ հետ չխոսա, Սոնա, հասկացար։ Մյուս անգամ ձենդ չբարձրացնես իմ հետ խոսալու ժամանակ։ Հենց սկսում ենք հանգիստ ապրել, էլի մի բան լինում է։ Հազիվ Ռամի ու Նարեի հարաբերությունները կարգավորվել էին։ Էդ ինչ մեղու կծեց այդ երեխեքին։ Կամ էլ դու Սաքո, ոնց ես թույլ տալիս, որ քո աչքի առաջ երեխեքը իրար միս ուտեն։ Նորմալ է, որ Նարեին տանը փակել է։ Էս հարցում Վրամը ճիշտ է։ Ոյ Աստված, ես չեմ հասկանում, ինչ է արել Նարեն։ Քո աղջիկն է ինձ ես հարցնում։ Մեղադրում եք ինձ, վատ հայր ես, երեխեքիդ մասին չես մտածում։ Հիմա դու լավ մայր ես։ Դու տեղյակ ես քո աղջիկը ինչով է զբաղված, հա։ Հերթը ինձ էլ հասավ։ Ես իրոք չգիտեմ աղջիկդ ինչով է զբաղված, բայց դեռ հիասթափությունների առիթ ունենալու ենք։ Սաքո, ինչքան ավելի շատ տենց վերաբերվեք Նարեին, այդքան ավելի շատ է հակառակվելու։ Ոնց չես հասկանում, ու ավելի վատ է լինելու։ Իբր բան է հասկանում, ինձ էլ խորհուրդ է տալիս։ Փաստորեն Ռուսաստանում ինչ-որ գործարանի բացում է։ Լալանը բաժնետերերից մեկն է։ Փաստորեն։ Գիտեր, որ Հայաստանում է մասնաճյուղունային։ Չէ, չգիտեի, բայց լավ է որ կա։ Ուրեմն մի օր կգա Հայաստան Լալանը։ Եթե արդեն չի եկել։ Չէ, հաստատ չի եկել Միքո։ Դե որ գար ինձ թվում է ես կիմանայի։ Համ էլ Ռուսաստանն էլ հեռու տեղ չի, կանանք, գտնենք։ Բայց որ չի եկել, այդ հաստատ։ Հա, դե մոռացել էի, որ դու ինֆորմացիան ճշտելու անձնական կապեր ունես։ Միքո, Ոչ մի բան մի ասա։ Ռամ։
Էս լալան չի։ Ալո, Բարև։ ամբողջ օրը զանգիդ եմ սպասել, Նարե։ Գիտեմ։ Ոնց ես։ Լավ եմ։ Լացում ես։ Չէ։ Նարե, ես զգում եմ, որ դու լացում ես, ինչքան էլ որ ասես չէ։ Բայց ինչ անեմ, ասում եմ գամ ձեր տուն, ասում ես չէ։ Ոչ մի բան չես թողում անեմ, Սոնային էլ պատճառ ես բերում, որ ընդհանրապես ոչ մի բան չկարողանամ ասել։ Հայկ, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես պետքա գիտակցեմ ու հասկանամ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, ու շուտով ամեն ինչ լավ կլինի։ Նարե ջան, ոչ մի բան էլ չի կարգավորվելու։ Այս ամեն ինչը մի ելք ունի ընդամենը։ Փախնելը ելք չի։ Այդ փախուստ չի, Նարե։ Այդ ընտրությունն է։ Ու քո ընտրությունն է։ Սենց ինչքան պիտի շարունակվի։ Չգիտեմ։ Գալիս եմ ձեր տան մոտ էսա։ Հայկ չէ։ Լսում ես հանկարծ չգաս։ Հանկարծ չգաս։ Ես չեմ կարողանալու դուրս գալ ու քեզ հաստատ կտեսնեն։ Մի քանի րոպեով գոնե։ Հայկ։ Պապան ու Վրամը հետևում են ինձ։ Իրանք իմ ստվերն են դարձել։ Ուր գնում եմ, ինչ անում եմ, իրանք գիտեն։ Ու հետո, եթե դու հանկարծ գաս, իրանք մտածելու են, որ Սոնան քեզ ինչ-որ բան է ասել ու Սոնան խնդիրներ է ունենալու։ Մենք այսօր էլի վիճել ենք։ Սոնան իմ ձեռքերը շատ է կապում։ Եթե Սոնան այդտեղ չլիներ, Նարե, դու վաղուց իմ հետ եկած էիր լինելու։ Վաղուց։ Նվիրած այդ մատանին եմ դրել։ Այդ հիշողություններ են մոտս արթնացել, այդ օրն եմ հիշում։ Ու գիտես, տպավորությունը, որ այդ հիշողություններն են ինձ փրկում։
Նայում եմ ես մատանուն, փորձում եմ կարոտը դառնել։ Մենք հələ իրար հետ շատ հիշողություններ ենք ստեղծել։ Մեծ խոստանում եմ։ Գիտեմ, ես քո ամեն բառին հավատում եմ։ Սիրտս պայթում ա, որ գիտեմ դու այդտեղ փակված ես ու ես ոչ մի բան չեմ կարող անել։ Հայկ, հիմա հնարավոր է քո ինչ-որ բան անելը շատ ավելի վատ հետևանք ունենա, քան եթե դու ինչ-որ բան չանես։ Կարոտել եմ քեզ շատ, Ես էլ քեզ։ բայց մի լացի, հա։ Դե կամերատ միացրա, որ տեսնեմ չես լացում։ Հայկ, մարդ եկավ, ես քեզ հետո կզանգեմ։ Վրամը եկավ։ Չէ։ Նարեն ոնց է։ Չգիտեմ։ Փակվել է սենյակում ու դուրս չի գալիս։ Վրամը իրենց շատ սխալ պահեց, սենց բան չպետք է աներ։ Երբ Վրամն ու Նարեն կռվում էին, էլի քո անունն էր շոշափվում։ Ու սա առաջին անգամը չի Սոնա։ Ինչ եք ակնարկում։ Ես չեմ ակնարկում, ուղիղ հարց եմ տալիս։ Նորմալ է, որ քույր ու եղբայր կռվում են, ու այնպես է ստացվում, որ արդեն երկրորդ անգամ դու ես այդ կռվի պատճառը։ Բայց ես ինչ եմ արել։ Սխալ եմ անում, որ ասում եմ Վրամը իրեն սխալ է պահում։ Իհարկե սխալ ես անում։ Քո դերը ես տան մեջ, աղջիկ ջան, ոչ թե ճիշտ ու սխալ որոշելն է, այլ տան խաղաղությունը պահելը։ Ինչ անեմ։ Խուլու համար ձևանամ։ Հա, բա ոնց։ Եթե պետք լինի, պիտի ձևանաս։ Ես տարիներ շարունակ խուլու համար եմ ձևացել, բայց կարողացել եմ փրկել ընտանիքս։ Կներեք, բայց իմ ու ձեր պատկերացրած փրկությունները շատ տարբեր են։ Գիտես չեմ հասկանում, թե դու ինչ ես անում։ Քեզ թվում է, ես չեմ հասկանում, թե Նարեի հանդեպ ինչ են անում։ Դու էլ գիտես։ Ու դու գիտես ով է պատճառը, որ այս պահին իմ տան մեջ նորից խնդիրներ են առաջացել։ Ու քո նպատակը ոչ թե Վրամին ու Նարեին հաշտեցնելն, Այլ ինչ։ Ինչի չեք շարունակում։ Ես քեզ վերջին անգամն եմ զգուշացնում։ Ամեն ինչ արա, որ Վրամն ու Նարեն իրար դեմ դուրս չգան։ Ու մի մոռացի, որ դու այս տան անդամն ես, այլ ոչ թե այն, որտեղից փախար ու եկար ես տուն։ Քո ընտանիքից էլ ոչ ոք ոտք չի դնի այս տուն։ Ու այլևս իմ տան մեջ անախորժություններ չեն ստեղծի։ Ես մի անգամ արդեն երեխա եմ կորցրել։ Ու չեմ պատրաստում նայել ոնց են կործանվում մյուս երեխեքս։ Թեկուզ ոչ ֆիզիկապես։ Ես բոլորին դեմ դուրս կգամ,
ամեն ինչ կանեմ, ոչ մի բան հաշվի չեմ առնի, բայց ատամներով կպահեմ ընտանիքս։ Նույն բաներ դու պիտի անես։ Անկախ ամեն ինչից։ Թեկուզ եթե հակառակ կողմում, քո հայրն է ու եղբայրներդ։ Հուսով եմ հասկացար ինձ։ Էս ինչի քնած չես աղջիկ ջան։ Արդեն գնում եմ։ Չէ, նստի։ Ես չասի որ վեր կենաս ու գնաս։ Այն խաղը գիտես որ այսպես գալիս է մեքենան, գալիս է, պիպ ճանապարհ չկա։ Ինչ է աղջիկ ջան, ներված ես։ Վրամը տուն չի եկել։ Չէ, Բա ուր է։ չգիտեմ։ Ոնց թե չգիտես։ Ինչ է պատահել Սոնա։ Վիճել եք։ Օհո։ Չեղավ, այ ես մեկը չեղավ։ Չէ, ես քեզ չեմ ասում, որ դու մեղավոր ես, աղջիկ ջան։ Կարող է մտածես, որ մեղադրում եմ քեզ, չէ, երբեք։ Եթե երկու հոգի վիճում են, ուրեմն երկուսն էլ մեղավոր են։ Բայց այս դեպքում Վրամը ավելի շատ ունի իր մեղքի բաժինը, որովհետև դու մեր տանը նոր մարդ ես, ամեն ինչ նոր է քեզ համար, անծանոթ, ու Վրամը այնպես պիտի անի, որ դու աղջիկ ջան չնեղվես։ Ես արդեն գնամ պարկեմ։ Գնա աղջիկ ջան, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Վրամը դեռ տուն չի եկել։ Ոչինչ կգա։ Նարեն էլ ամբողջ օրը ննջարանից դուրս չի եկել։ Անիկ։ Լալային տեսա։ Ու Ինչու։ Նենց էր փոխվել չճանաչեցի, ոնց որ լրիվ ուրիշ մարդ լիներ։ քիչ ժամանակ չի անցել սակում։ Քիչ ժամանակ չի անցել։ Ու ինչ էր ասում։ Ինչի համար է եկել Հայաստան։ Պարզ չի։ Եկելա որ ինձ կործանի։ Ճիշտ է ուղիղ տեքստով չասեց, բայց ես հասկացա, որ դրա համար է եկել։ Ես իհարկե ոչ մի բան չէի անի, կթողեի, ինչ ուզում է անի, բայց նենց իրավիճակ է ստեղծվել, որ
Կողքին հենց մարդիկ են չգիտեմ։ Ինչ մարդիկ, Սակո։ Բարի գիշեր, Անիկ, բարի գիշեր։ Այդ ինչ ես անում։ Գնում եմ Նարեի ննջարան։ Քո սենյակն էս ասոնա։ Ու բացի այդ ես տեսա, որ պատրաստվում էիր պարկեիր։ Ուղղակի հույս ունեի, որ չես գա։ Վրամ խմել ես։ Ցավացրել եմ քեզ, Սոն։ Լավ, ես էստեղ կմնամ։ Ուղղակի չեմ ուզում, որ աղմուկ բարձրացնես։ Բայց արի համարենք, որ իրար չենք տեսնում, հա։ Մինչև լույսը բացվի Ու ինչ, Սոնա։ Գնաես, Սոն։ Դու գիտես, որ այս աշխարհում ամենակիչը ուզում եմ, որ դու ցավ ապրես։ Դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում, Սոն։ Ես գիտեմ, որ ցավացրել եմ քեզ։ Ուղղակի ես մտքերից, ես թեմաներից Սոն, ախր որ դու ինձ չհասկանաս, ով է ինձ հասկանալու։ Ես քեզ շատ եմ սիրում, Սոն։ Շատ եմ սիրում։ Սոն։ Բարես։ Բարել ես, մամ ջան։ Նախաճաշը պատրաստ է, նստի։ Եսա մտնեմ բաղնիկ կամ։ Սոնա ջան, արի սրբը չես տուր, էլի չեմ գտնում։ Հա հետո, Սոնա։ Հասկացանք, բան ա եղել է, անցել գնացել է, ինչքան ես տենց նեղացած մնալու։ Էն տպավորությունն է, որ ես քեզ չեմ ճանաչում։ Օր-օրի նոր եմ բացահայտում ու այդ ինձ ընդհանրապես չի ուրախացնում։ Սոնա, ես էս եմ, ու միշտ էլ էս եմ եղել։ Եթե էլ բան պետք չի, ես գնամ։ Առ, էս էլ պետք չի, եթե ես ձևով էիր տալու։
Սոնա։ Արի նստի աղջիկ ջան։ Վրամին ես ման գալիս։ Դեռ չի եկել, որ եկած լիներ, այստեղ կլիներ։ Իսկ Նարեն Նարեն դե Անիկը կանչելա չի եկել, ուզում ես մի հատ բարձրացի վերև դու կանչի, կարող է գա։ Ես ինչ հատուկ ջերմ վերաբերմունք էր Սոնայի հանդեպ։ Եթե դու հատուկ վատ տոնով չխոսես ես երեխու հետ, ես հատուկ ջերմ վերաբերմունք ցուցաբերելու կարիք չեմ ունենա։ Գնաց Նարեի մոտ։ Սոնային ես ման գալիս, չէ՞։ Վրամ տղա։ Եթե դու իմանամ հանկարծ այդ երեխու հետ վատ ես վարվել, ես չգիտեմ ինչ կանեմ քեզ։ Երեխա չեմ, պապ։ Երեխա եք, բա ինչ եք։ չեմ խանգարում։ Նարե ոնց ես։ Բոլորը նախաճաշում են, չես ուզում իջնել։ Ես չեմ ուզում ոչ մեկին տեսնել, բացի այդ ախորժակել չունեմ։ Բայց դու գնա նախաճաշի ինձ մի նայի։ Ճիշտն ասած ես էլ ախորժակ չունեմ։ Ես չեմ ուզում, որ այս պատմությունները ազդեն քո ու Վրամի հարաբերությունների վրա։ Այս պատմությունները չեն ազդում։ Ես ուղղակի սկսում եմ Վրամին իրոք ճանաչել։ Չէ։ Վրամը ուղղակի հիմա ազդեցության տակ է։ Նարը չի արդարացնում։ Եթե փորձում էիր իրավիճակը շտկել, ասեմ, որ ավելի վատ բան ասեցիր։ Ես երբեք չէի մտածի, որ սենց բան կանցնի մտքովս, բայց արդեն կասկածում եմ, ճիշտ եմ արել, որ եկել եմ։ Ինչի համար ես տենց խոսում։ Դու ու Վրամը սիրում եք իրար։ Հա, բայց ես սկսել եմ Վրամին չճանաչել։ Ես հիմա ավելի շատ ոչ թե սիրում եմ Վրամին, այլ վախենում եմ իրենից։ Ու այդ հաստատ նորմալ չի։ Ինչքան էլ մարդուն մյուսի դեմ տրամադրեն, եթե դու այդ մարդը չես կարող այդքան դաժան լինես։ Նարե ինձ էլ են տանը փակել, իմ հանդեպ էլ են խիստ եղել, բայց ես միշտ իմացել եմ, որ ինձ սիրում են։ Հիմա չգիտեմ, ինչքան կդիմանամ։ Կամ արդյոք ուզում եմ դիմանամ, թե չէ։ Որ պահին, որ դու գնացիր ստեղից, Վրամը ավելի անկառավարելի է դառնալու։ Ու այդ ամենավտանգավորն է։ Հիմա հասկանում ես, ինքը ինչ էլ ասի, ինչ էլ անի, մեկը սիրում է քեզ։ Ու այդ իրան հետ է պահում լիքը սխալ քայլերից։ Ես տենց չի ասի։ Ես հիմա նեղացած եմ Վրամից, բայց գիտեմ ինչ եմ ասում։ Եթե դու հիմա գնաս, ինքը Հայկին խղճալու պատճառները այլևս չի ունենալու։ Ավելի վատ բաներ անելու ու այդ մեզ կանգնացնելու մեծ կորուստների առաջ։ Ես քեզ խնդրում եմ մի քիչ էլ դիմացի։ Ինչ է իրանում Նարեի մոտ։ Վրամ ես տանը արգելված հատվածներ կան։ Դու հարցս հասկացար, Սոնա։ Նարեն ոչ վարակիչ հիվանդա, ոչ էլ սերիական մարդասպան, որ իրենց պետք է հեռու մնանք։ Ու լավ կանեիր դու էլ հետը շփվեիր։ Վրամ շփվեիր, ոչ թե կռվեիր։ Պարտադիր չի, որ կողքիդ մարդուն կորցնելու
Պահը զգաս նոր սկսես գնահատել։ Քեզ ոչ մեկը չի արգելել տան մեջ տեղաշարժվես, տան մեջ դուրս գաս։ Ինչի ես փակվել սենյակում մտնարե։ Իսկ կլինի գոնե տան մեջ ես որոշեմ ինչ անեմ։ Նարե մաման հաց ա դրել ու քեզ ենք սպասում։ Ինչա, սպասում ես բոլորս հերթով գանք գնանք, հա, որ դուրս գաս։ Ոյ, չէ, շատ շնորհակալ եմ, նեղություն մի քաշի, ընդհանրապես սոված չեմ։ Նարե քո վիճակը սենց ավելի ես բարթացնում, մի բարթացրու։ Ավելի եմ բարթացնում, վրամ սրանից բարթել է լինում, հա? Մենակ Աստված գիտի ինչի համար ես դու ինձ տնային կալանքի մեջ պահում։ Ես մեծ մարդ եմ, բայց չեմ կարողանում ոտքս դռնից դուրս հանել։